Եկեղեցուց ֆուտբոլի դաշտ ու խորհրդարան։ Ռաֆայել Ջուլհակյանն է, որը հայտնի դարձավ կարգալույծ Ստեփան Ասատրյանի մատուցած պատարագի ժամանակ։ Ջուլհակյանը մասնակցում էր որպես դպիր։ Պարզվում է, Ռաֆայել Ջուլհակյանը քաղաքացիական պայմանագրի երիտասարդական կառույցի անդամ է։ Ռաֆայելը դպիր է դարձել սահմանված կարգով, Տեր Զարեհ Քահանա Աշուրյանի միջնորդագրով։ 2018 թվականին Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ arczepiskopos Կճոյանի ձեռամբ։ Քաղաքացիական պայմանագրի падգամավոր Տրթած Սարգսյանն էլ ասել է, որ նախկինում չի ճանաչել թիմակցին, միայն վերջերս ֆուտբոլ խաղալիս է հանդիպել։ Դաջվածքով դպիրը նաև ԿՊ-ական падգամավոր Տիգրան Պարսիլյանի օգնականն է։ Ջուլհակյանը հայտարարում է, որ իր դպիր լինելը ձեռնադրություն չէ, այլ կրթություն։ Դա ձեռնադրություն չի, դա տվչություն է։ Ես իրավունք եմ ստանում խորան բարձրանալու կիրակի օրը նշել եմ 2018 թվականի դեկտեմբերի 25-ին Նավասարդ եպիսկոպոս Կճոյանի ձեռամբ այսպես ասած ձեռնադրություն է արարողությունը կոչվում, բայց դա տվչություն է համարվում։ Դպիր եմ դարձել, բայց դա կոնկրետ ինձ չի պարտավորեցնում, որ ես պետք է գիտեք ամբողջ օրը եկեղեցում լինեմ։ Նա ինքն է իրեն անվանում կիսաշխարհիկ մարդ։ Նրա խոսքով հակաեկեղեցական կարգերի մասնակցելու իրավունք ունի, սակայն պարտավոր չէ ամբողջ օրը համբերատար կանգնել եկեղեցում։ Նա նաև ուզում է ապրել որպես հասարակ քաղաքացի, իրավունք ունենալով ոչ միայն հոգևոր, այլև աշխարհիկ կյանքի ընտրություններ կատարել, ինչպես օրինակ ֆուտբոլ խաղալ։ Ջուլհակյանն ասում է, որ հիասթափվել է եկեղեցուց եւ որոշել է դուրս գալ եկեղեցական շրջանակից եւ որպես աշխարհիկ մարդ անդամակցել է քաղաքացիական պայմանագրին։ 2020 թվականից հետո, երբ որ եկեղեցուց դուրս եկա, ես հիասթափված արդեն եկեղեցուց դուրս եկած, որպես քաղաքացի, որպես աշխարհիկ մարդ, նույնը խոսում եք դաջվածքի մասով, բոլորս էլ կարող ենք դաջվածք անել։ Ռաֆայել Ջուլհակյանը խորհրդարանում մասնակցել է մարտի 1-ի թեմայով հանրային քննարկմանը։ Լրագրողների հետ զրույցում падգամավորը օգնական դպիրն ասել է, որ որպես քաղաքացի է մասնակցում լսումներին։ Գառնի Մութաֆյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։